այսօր մի քիչ ավելի այլ ֆորմատով կանեմ։ Մենք ընտրենք 3 թեմա եւ կտեսնենք առաջիկա մի քանի օրվա մեջ։ Ընդհանրապես կարծրով երկարաժամկետ չեն նայում, չգիտեմ, առաջիկա 3 ամիս, 4 ամիս երբեք չի կարող ճիշտ լինել, որտեղ հազար ու մի բան է փոխվում ամիսների ընթացքում։ Ընդհանրապես 2-3 շաբաթվա ինֆորմացիա կարող ենք արտերը տալ, օգտագործեք ինֆորմացիան ինչպես ձեզ հարմար է։ Տեսնենք ինչ է։ Սա վերցնենք անձնական կյանքի հարաբերությունների համար, սա աշխատանքի եւ սա ֆինանսների։ Так, շատ լավ կարելի է տեսնել։ Հիմա վերցնենք օգնող կարտեր, քիչ թե շատ մեծ բացատրություն կտան, մի կարտով ընդհանրապես դժվար է շատ բան ասել։ Եթե հետո պետք լինի որ ավելացնեմ բացատրությունները, կարող եմ նաև օգտվել այլ կարտերից, տեսնենք։ Բավականին աշխուժ ժամանակ է լինելու, սա հետաքրքիր է, մի քիչ խառն է լինելու, մենք լաբիրինթոսի նշանն է սա, այսինքն այնքան էլ խճճված է լինելու, այնքան էլ պարզ չի լինելու, լաբիրինթոսի մեջ ենք դեռ լինելու, ամեն հարց դեռ որ չի լուծվելու, նկատի ունեմ աշխարհում կատարվող քաոսը։ Անձնականի վրա, ինչ եմ տեսնում։ 7 պենտակլի։ Պենտակլի 7-ը սա նշանակում է, որ դուք աշխատանք եք կատարել եւ սպասում եք դրա պտուղներին, քանի որ սա անձնականի վրա էր եւ ոչ թե ֆինանսի վրա էր, կարող եմ ասել, որ դուք հարաբերություններում ձեր մաս ունեցել եք, այսինքն դուք ձեզնից ներդրում արել եք, քայլ եք կատարել կամ ձեր առաջ քայլ են արել, դուք պատասխանել եք ինչ-որ ձևով, ամեն դեպքում դուք ձեր ներդրում ունեցել եք, ներդրումը ունեցել եք, իսկ ցանկացած ներդրումից հետո դուք պետք է սպասեք, որպեսզի դա տա արդյունքներ։ Իսկ հիմա տեսնենք արդյունքները կլինի, արդյունքները ժամանակի հարց է ընդամենը, այո, երբ ցանում եք, չէ, հնձում եք, ցանում եք, հետո մինչև պտուղ տա, մինչև գնաք բերքահավաքի, ժամանակ է պետք, ընդհանրապես սեզոններ է փոխվում, ինչքան հասկանում եմ։ Ժամանակի հարց է ընդամենը պտուղները քաղելու, շատ կարևոր է որ ներդրում արել եք, այսինքն անտարբեր չեք, սառը չեք, ձեր կյանքում ինչ-որ բան կատարվում է, պարզապես պետք է սպասել, պարզապես ժամանակի հարց է։ Երկրորդը աշխատանքի քարտն էր։ Աշխատանքում տեսնում կան ինչ-որ խնդիրներ, այսինքն տարբեր տեսակ խնդիրներ կան, տարբեր հարցերի, տարբեր խնդիրների հետ եք առնչվում։ Դե աշխատանքը երևի թե այդպիսին էլ պետք է լիներ, ոչ մի արտառոց բան չեմ տեսնում աշխատանքի մեջ, հարցեր կան, ամեն ինչ այդպես հալած յուղի պես չի, անկախ նրանից դուք ուրիշի համար եք աշխատում, թե ձեր անձնական սեփական գործն ունեք, ամեն դեպքում կան խնդիրներ, ես որքան հասկանում եմ, այդ խնդիրները դեռ ապրելին էլ, առաջիկա մի քանի օր ապրելի, այս ամբողջ ապրելի համար չեմ նայում։ Եվ օգնող կարտ ընկավ աղջիկ, ընկավ կին, հիմա եթե սա դուք եք, ուրեմն ամեն ինչ ձեզնից է կախված։ Այս բոլոր խնդիրները դուք պիտի ինքներդ կարողանաք լուծել։ Իսկ եթե ունեք գործընկեր, գործընկերուհի, որը ձեզ օգնում է եւ ինքը կարող է խնդիրներում, հարցերում ձեզ օգնել, դա ուրիշ բան է, տեսնենք, մի քարտ վերցնենք, որպեսզի հասկանանք սա։ Դուք եք թե ձեզ օգնում են։ Շատ հետաքրքիր է։ Շատ հետաքրքիր բաներ եմ տեսնում։ Ես կարծում եմ, որ ամեն դեպքում այս աղջիկը դուք եք, եւ տեսեք հետո ինչ ընկավ։ Ընկավ կողմնացույց։ Կողմնացույցը ցույց է տալիս ձեզ ուղղություն, այսինքն դուք պիտի կոնկրետ ուղղություն ընտրեք լաբիրինթոսից դուրս գալու համար, լաբիրինթը նորից ընկավ, ուրեմն սա բավականին կարևոր է։ Այդ բոլոր խնդիրների հետ որ դուք գործ եք ունենում, դա ձեզ կարող է տանել մի խճուղման, այսինքն խառնվում եք իրար եւ չեք կարողանում կողմնորոշվել, այո, ներողություն ձեզ քաշում եմ։
կողմնացույցը ձեզ ցույց է տալիս, որ դու կարող եք լաբիրինթոսից դուրս գալ։ Ձեզ ուղղակի ավելի ինֆորմացիա է պետք։ Ես չեմ կարող ասել ինֆորմացիան որտեղից է գալիս, ինչ որ մի նոր մի բան կբացահայտվի ձեզ համար, ինչ որ մի բան կպարզեք։ Դրանից հետո դուրս եկան այս երկու քարերը, սա խոշորացույց նշանակում է մի քիչ ավելի պիտի մոտիկից ավելի մանրամասն պիտի նայեք ձեր խնդիրները։ Այս ուսումնասիրությունը, միգուցե սա ուսումնասիրությունը research կոչվածը, հա, այսինքն պիտի ավելի տնտղեք, ավելի փորձեք հասկանալ լաբիրինթոսից դուրս գալու համար ուղղությունը պետք է լինի դա ավելի ինֆորմացիա, որպեսզի հասկանաք այս խնդիրների հիմքը որտեղից է, երբ սկսվեցին եւ ինչու եք դուք այս լաբիրինթոսում հայտնվել, եւ պետք է մանրակրկիտ նայեք։ Մարդիկ են ապակիների մեջ, ես չեմ կարող ասել, պետք է մարդիկ ում հետ աշխատում եք, դրանց նկատմամբ պետք է ուշադիր լինեք, ինչու մեկը ինչ որ սխալ բան է արել, դուք հիմա դրա տակից դուրս չեք գալիս, ասում եմ մի խելոք կա, մի հիմա քարը գցեց ձորը 100 խելոք հավաքվեցին, չկարողացան գտնել, հանել, կարող է լինել այդպիսի տարբերակ, բայց չի բացառում, ես սիրում եմ հասկանալ ճիշտ ասած կարտերի պատկերներն էլ վերլուծել, այստեղից այդպես եմ տեսնում, եւ կինկա եւ տղամարդ կա, այսինքն կարևոր չի կոնկրետ ինչ որ մի մարդու մասին չի կամ կերաղակի ում հետ որ դուք աշխատում եք։ Իսկ եթե դու կոնկրետ ինքներ եք անում, ուրեմն կա ինչ որ նրբություն, կա ինչ որ դետալ, որ դուք չեք տեսնում։ Պետք է խոշորացույցով, այսինքն պետք է մանրակրկիտ նայեք։ Եվ երբ որ դիտեք ընկավ այս քարը, սրանից հետո էլ չեմ նայի, քլովերն է, նորից սա լավագույն քարն է, հաջողության քարն, այսինքն ամեն ինչ լավ է լինելու։ Այս լաբիրինթոսը, այս խառնաշփոթ վիճակը, այս բոլոր խնդիրները, որ ունենում եք, այս բոլորը շատ լավ է վերջանալու։ Պարզապես մի քիչ ավելի ուշադիր լինեք, մի քիչ ավելի մանրակրկիտ դիտեք խոշորացույցով, հա, որպեսզի հասկանաք, թե ձեր խնդիրները որտեղից են գալիս։ Սա ձեր ֆինանսները։ Ֆինանսները 5-ն է պենտակլի։ Ձեր ֆինանսները լավ չեն։ Դուք ունեք փողի խնդիր, եւ դա ինչի հետ է կապված, չեմ կարող ասել, այսինքն աշխատանք չունեք կամ այստեղ կոնկրետ աշխատող մարդու մասին էր, չէ, ձեր այս լաբիրինթոսի հետևանքով է, ինչպես է, չեմ կարող ասել։ Դե երկու տարբերակներ պիտի ասեմ, երկու տարբերակներ հնարավոր է։ Սա նշանակում է փողի պակաս, փողի խնդիր։ Այսինքն, այստեղ որ ասում էի լաբիրինթոս կամ խնդիրներ կան, որովհետև դուք աշխատանք եք փնտրում, չեք գտնում, հա, այդպիսի խնդիր էլ կարող է լինել, այսինքն դուք փնտրում եք եւ չեք գտնում, բավականին խնդիրներ կար, խճճվել եք լաբիրինթոսում, հա, այսպիսի խնդիրներ, ճանապարհ ուղի չեք գտնում, նոր ինֆորմացիա է պետք է ավելի ուշադիր զննեք շուկան, որպեսզի կարողանաք հաջողության հասնել, հա, այդ տարբերակներ կարող է լինել։ Մյուս կողմից կարող է լինել նույն տարբերակը, ինչ որ ես ասացի, որովհետև ունեք խնդիրներ, որովհետև հայտնվել եք, հա, խճուղում լաբիրինթոսում, որովհետև այսպես ասեմ, խնդիրները կան եւ առայժմ խնդրի լուծումը չեք տեսնում, ձեզ ավելի ինֆորմացիա է պետք, դուք ունեք խնդիրներ։ Բնականաբար, եթե աշխատանքը լավ չէ, գործերի հետ աշխատանքի հետ կապված խնդիրներ ունեք, բնականաբար դա պետք է վնասի նաեւ ձեր ֆինանսական վիճակից։ Այսինքն երկու տարբերակներ էլ կարող եք դիտել, նայած թե ում ինչ է վերաբերում։ Ես բոլորի մասին միանշանակ չեմ կարող ասել, արդեն դուք ինքներդ վերագրեք ձեզ որ մասը որ ձեզ է վերաբերում։ Ամեն դեպքում փողի հետ կա խնդիր, փողի պակաս կա։ Կա այստեղ մատանին։ Մատանին ընդհանրապես նշանակում է գործընկերություն։ Եվ այս դեպքում փողի հետ կապված ձեզ օգնություն է պետք, եւ դուք պետք է դիմեք օգնելու։ Եթե ընդհանրապես ինձ նման եք եւ սիրում եք ձեր հարցերը ինքներդ լուծել, ոչ մեկի չեք դիմում, ապա այս դեպքում ճիշտ կլինի ձեզ օգնության դուք օգնության կարիք ունեք, պետք է դիմեք օգնության։ Այդ օգնությունը կարող է լինել մասնագետի, ես չգիտեմ, գնում եք մեկի մոտ, որը պրոֆեսիոնալ ռեզյումե է գրում ձեզ համար, սովորեցնում ինչպես հարցազրույցերի մասնակցել, եթե աշխատանք գտնելու խնդիր ունեք։ Եթե ձեր աշխատանքի մեջ է, միգուցե ձեզ պետք է հաշվապահ, միգուցե ձեզ պետք է իրավաբան, ձեզ պետք է որևէ մասնագետ, որը կարողանա ձեզ օգնել, բայց սա հաստատ նշանակում է partnership ավելի շատ մատանին, ասինքն չէ, դա զույգավորում է երկու հոգու, սա մի հոգու, ասինքն եթե դուք գլուխ չեք անում, այսպես ասեմ, ժողովրդի լեզվով, դուք չեք հասկանում ինչպես պետք է այս հարցերը լուծել ձեր ֆինանսական վիճակի, ձեզ պետք է հարցի լուծում։ Ես փորձեմ 1-2 ավելորդ քարեր վերցնել, որպեսզի հասկանանք ինչպիսին կարող է լինել այս օգնությունը եւ որտեղից օգնությունը կարող է գալ։
Շունիկ եւ սրտի 10։ Շունիկը նշանակում է հավատարիմ ընկեր, ինչ որ մեկը որ ձեզ հարազատ մարդ է։ Սա գործընկեր կարող է լինել, բայց ավելի շուտ կարող է լինել կամ ընկեր կամ հարազատ բարեկամ, բայց ձեզ շատ հավատարիմ նվիրված մեկ։ Եվ քանի որ նորից եմ ասում, այսպեսի կարտեր ես սիրում եմ, որովհետեւ ոչ միայն պատկերով լինարմանով կարող եք նայել, նաեւ կարտերով կա խաղաղ սովորական կարտերով 10 ընդհանրապես գումարն է։ Այսինքն եթե դուք դիմեք ընկերների թեկուզ օգնության, ծանոթ հարազատ մեկի, ձեզ կօգնեն, որոնք ֆինանսապես կօգնեն ոչ միայն խորհրդով, այլև ֆինանսապես։ Ես մի հատ էլ ընդհանուր տեսնել այս ամեն ինչի վերջ ինչ է լինում։ Լավ է, ընդհանուր ես ոչ մի խնդիրներ լուրջ խնդիրներ չտեսա, բավականին հետաքրքիր պատմություն էր այսօր, բավականին հետաքրքիր էր։ Աստղ հավատն է եւ երազանքների իրականացում։ Տվյալ դեպքում ես չեմ կարող ասել, որ դուք մոտեցել եք եւ հասել եք ձեր երազանքները մի քիչ երևի շատ ամպագորգոր է ասելը, ավելի շատ հավատի հույսն, այսինքն մի կոնստրեք ձեր հավատը։ Ինչ որ անում եք, արեք հավատով եւ հավատացեք, որ ձեր ինչ որ անում եք, արդյունք կտա անպայման։ Ընդ որում դա սա վերաբերում է բոլոր 3 կետերին էր։ Երբ ես ասացի անձնական հարցերում, փաստորեն դուք արդեն ունեք ձեր ներդրումը, դուք ամեն ինչ արել եք, ինչ որ դուք պատկերացնում եք, որ կարող եք անել, հա, դա, չգիտեմ, ժամադրության եք գնացել, հնարավորություն շանս եք տվել ինչ որ մեկին, շանս եք տվել նաև ձեզ, դուք ներդրում եք արել, ընդհանրապես ժամանակի հարց է, ընդհանրապես ժամանակի հարց է։ Այդ դեպքում քարտը նշանակում է, աստղը նշանակում է, որ հավատացեք, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես որ դուք ուզում եք։ Ընդ որում ինչ նկատի չունեմ, կոնկրետ մեկի հետ ժամադրվում եք, ինձ հետ մեկի հետ ամեն ինչ լավ կլինի, ոչ, ինչ էլ որ անում եք ձեր անձնական կյանքը լավացնելու, հա, ուղղությամբ ճիշտ եք անում, ինչ որ անում եք եւ ժամանակի հետ է կապված, որպեսզի հասնեք հաջողության։ Կարևորը որ հավատաք եւ հասկանաք, որ ամեն ինչ լավ եք անում, հույս ու հավատը երբևիցե չկորցնի։ Աշխատանքի վայրում ասացի խնդիրներ կան, երկու կողմներ նայեցինք, երկու կողմից կամ աշխատանք եք փնտրում, խնդիրներ կան, լաբիրինթ հոսում եք ու պիտի գտնեք նոր ավելի շատ ինֆորմացիա, ավելի մոտիկից նայեք ձեր խնդիրները կհասնեք հաջողության, հա, հաջողության քարտներ կար։ Կամ հակառակը, եթե դուք արդեն ունեք ձեր գործը կամ աշխատում եք որևէտեղ եւ ունեք խնդիրներ, նորից էլի հավատացեք ձեր ուժերին, անպայման այս լավագույն քարտը դուրս եկա, որ ամեն ինչ լավ է լինելու, չկրկնվեմ, ինչ որ ասացի։ Եվ վերջում գումարի խնդիր այսօր կա, գումարի խնդիրով չունի, երևի գումար երբեք չի բավականացնում, ինչքան էլ ունենում ես, աշխատում ես, ծախսերն այնքան շատ են, որ գումարի խնդիրները կար, բայց անպայման կգտնվի մեկը, որ ձեզ կօգնի, ասացի, կարող եք դիմել ինչ որ մեկին, հա կարող են հարազատ, որը ոչ միայն խորհրդով ձեզ կօգնի, այլ կօգնի նաև ձեզ գումարով։ Իսկ սա հավատի եւ հույսի նշանն է, դուք կհասնեք ամեն ինչ որ ցանկանում եք, բավականին պոզիտիվ, բավականին դրական, շատ լավն էր ամեն ինչ, ես հաջողություն եմ ցանկանում։